Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է պայքարը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետո բերած զենք զինամթերքը թողնում են Ուբարաշենի գերեզմանատան դարպասի մոտ։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, հակատանկային նռնակ, 2 ատրճանակ, 3 նռնակ պայթուցիչներով, երկփողանի 2 հրացան, ինքնաձիգի 3 պահեստատուփ, տարբեր տրամաչափի 381 փամփուշտ եւ հակաօդային պաշտպանության իգլա համակարգի բաղադրիչ մասեր։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նոր Երզնկա գյուղ տանող ավտոճանապարհին սպիտակ պարկի մեջ թողել է զենք զինամթերք։ Հայտնաբերվել է Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, Մակարով տեսակի ատրճանակ լիցքավորված 4 փամփուշտով, 1 թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, մարտական 4 նռնակ եւ 240 փամփուշտ։ Արդյունավետ էր նաև քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքը։ Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լճաշենի Բերդի տակ կոչվող հատվածում պատի տակ թողել է զենք զինամթերք։ Հայտնաբերվել է 2 պարկ, որոնց մեջ կար Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, որսորդական 1 հրացան, 2 ատրճանակ, մարտական 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 3 պահեստատուփ, ընդհանուր 59 փամփուշտներով եւ տարբեր տրամաչափի 129 փամփուշտ։ Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզի 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք զինամթերքը թողել է Վանաձորում Ուռենու տակ։ Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, ակոսափող հրացան, մարտական 3 ատրճանակ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, 4 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 113 փամփուշտ։ Նույն օրը նույն ծառայություն զանգահարած մի քաղաքացի էլ հայտնել է, որ պատերազմից բերած զենք զինամթերքը թողել է Գյումրի-Հացիկ ճանապարհի Պարսպի վերջնամասում։ Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, 30 փամփուշտով լիցքավորված պահունակ, 5 նռնակ, 3 պայթուցիչով եւ փամփուշտներ։ Հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք զինամթերքը թողել է Գետապ գյուղի վերջնամասում։ Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնից մեկնած խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական 1 հրացան եւ տարբեր տրամաչափի 31 փամփուշտ։ Հոկտեմբերի 30-ին Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևանում Չրչր կոչվող հայտնի տարածքում թողել է զենք զինամթերք։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են 1 ինքնաձիգ, 6 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, ականանետ, ակոսափող մարտական 2 հրազեն, 1 փողանի ողորկափող հրացան, ինքնաշեն հրացան, վառոդ, 1 նռնակ պայթուցիչով, ինքնաձիգի 6 փամփշտատուփ, 202 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։